Յարիս տունը մեր դան մոդ է, համբյուրեները շատ քաղցր է, շուշիկ է մուշիկ, իմ անուշիկ, համով հոդով խորոդիկ, յարիս տունը կապ չունի։ Աշխարհի աչքը պատերազմի ծխով է բռնված, փորձեք ջնջել այդ ցեղը, այդ հին, հպարտ, դարավոր ցեղը, կկարողանաք, ոչ։ Աշխարհի որ ծայրում երկու հայ հանդիպեն իրար, կխոսեն մայրենի լեզվով, կկառուցեն եկեղեցի և կստեղծեն մի նոր Հայաստան։ Հայն ու հայը։ Այս տողերը գրել է Վիլյամ Սարոյանը։ Այս պատմությունը կարդալով ընկերներով ոգեշնչվեցինք և որոշեցինք նկարահանել մի հաղորդաշար Հայն ու հայը։ Որովհետև մենք աշխարհի ամենամիասնական, ամենահզոր ազգն ենք։ Տարբեր ձևերով կարող են բացատրել ինչու ենք միասնական։ Բայց ամենամիասնականը, որ դարերով եկել է, որ մեզ կապում է իրար, անկախ մասնագիտությունից, անկախ դիրքից, անկախ պաշտոնից, դա մեր պարերն են։ Գևորգ Չավուշը ասում էր, նույնիսկ քամին չի կարող ուսուսի տված քոչարի պարող հայույի մեջտեղից անցնել, որովհետև մեր պարերը ուսուսի ձեռքի բռնած դառնում են ուժ, կյանք, հողի հետ և տիեզերքի հետ հաղորդակցվելով։ Մեր մեծն վարպետ Գագիկ Գինոսյանն ասում էր, երբ պարը դառնում է աղոթք, ոչ ոք չի կարող հաղթել այդ ազգին։ Այստեղ Գլենդելում կա Արարատ Dance պարային ստուդիա, գեղարվեստական ղեկավարն է Ալբերտ Վարդանյանը։ Միասին հյուրընկալվենք այդ դպրոց և սովորենք ազգային մաքրամաքուր պարեր։ Գնացինք։ Բարի ողջույններս, պարոն Ալբերտ, Մարիամ ջան, շատ ուրախ եմ գտնվելու Արարատ պարային համույթում, ձեզ հյուրընկալելու և ձեր թանկ ժամանակը խլելու։ Մենք էլ նույնպես շնորհակալ ենք ձեր կողմից ցուցադրված ուշադրության։ Հետաքրքրված ենք մենք էլ մեզ համեմատ իմանալ, որ ինչ նպատակով դուք որոշեցիք մոտենալ մեզ։ Որովհետև միակն եք, որ հետաքրքրված եք մեր տված աշխատանքով, ապրելով արդեն համարյա 20 տարի Լոս Անջելեսում, դժբախտաբար այն որ ես անձնապես սպասելիք ունիմ, հետաքրքրություն չկա գոնե ազգագրական պարերի նկատմամբ։ Շատ կարևոր է, որ Ամերիկայում դուք կարողանում եք, ասենք, այդ պարախումբը պահել և ոնց եք պահում, ոնց ծնվեց, ոնց եղավ, քանի տարի է։ Ճիշտ ասած Իվան ջան, մենք էլ համարյա նույն ճանապարհն ենք գնացել, ես ծնունդով պարսկահայ եմ և տեղափոխվելով Միացյալ Նահանգները առաջին խնդիրը, որ այստեղ զգում ես մանավանդ, երբ որ ընտանիք ունես, երեխա ունես, այդ կարիքն է, որ դու աշխատես քո ինքնությունդ պահես։ Ինքնության պահելու մեջ դու նույնպես պահպանում ես քո արժեքները։ Եվ վստահ գիտես, որ արժեքները պահպանման ամենամեծ կարևոր քայլերից մեկը մշակույթի պահպանումն է։ Տարիների ընթացքում մենք մեծ սերունդ ենք եղել, որ բախտի բերումով ապրել ենք օտար երկիրում, Հայաստանից դուրս Պարսկաստանում եւ անկախ պայմաններ մեզ ստիպել ա, որ աշխատենք մեր ինքնությունը պահենք, երբ որ օտար կրոնի մեջ ես ապրում, օտար ազգերի մոտ ես պահում,
Միակ ձևը մշակույթի պահպանումն է, քո մայրենի լեզուի պահպանումն է, որ քեզ երանգ տալի, որ գոյատևես, եթե չէ պիտի ծուլվես օտար մշակույթի մեջ։ Նպատակ ունիմ, որ վստահ ժամ տնեմ երիտասարդ սերունդի հետ պարապել, որովհետև երբ որ ես տեղափոխվամ, ինքս երիտասարդ տղա ունիմ եւ հույս ունիմ միություններում, տարբեր կազմակերպություններում այդ օժանդակությունը ստանամ, որովհետև Պարսկաստանում բախտի բերումով մենք բավականին ուժեղ ենք միջնական աշխատանքներում։ Փոքր տարիքից ազգային աշխատանք ենք տարել, գաղափարական զարգացում ենք ունեցել, բայց դժբախտաբար Ամերիկայում այդ բանը հետաքրքրված չի։ Կարող է որոշ մարդիկ էլ ամանչում են իրաց հայ անվանեն, թե հայերեն են խոսում։ Միացյալ Նահանգներում 2017 թվականին Կարինի Քոչարի եւ Սերժի Քոչարի ենք բարել բեմին կայնած եւ լուսահոգի Մակրտիչ Միկելոջյանի հետ մանչի հետ ենք բերացել մեծ պատիվ էր մեր համար եւ ահա այդպես շատ հեշտ բայց երկար ճանապարհով կարողացանք ստեղծել մի խումբ, որ սիրողական աշխատանք է տանում, իր կողին ունի բեմադրական 2 կազմ, արդեն ունենք երիտասարդական խումբ բեմում ապրելու համար, նույնպես ունենք միջին տարիքում եւ սիրողական հանդիպումներ ալինի։ Մեզ մասամբ որ խոսքը գնում է սիրողականի մասին, այդ հետաքրքրությունը կա, որ միակ խումբն է, որ ամեն տարիքի մարդ մեր հետ ապրում։ Տարիների ընթացքում բառը սկսեց բեմական լինել, կենսաղից դուրս եկավ, հասարակ ժողովրդի կյանքից դուրս եկավ, կազ երկարնի հարկեր, դիմացից դուրս եկավ, դու պիտի ունենայիր հատուկ կազմված, հատուկ բարի ասած շնորհք, բալետային շարժումները ավելացավ եւ արդեն մի վիճակ ա, որ տեսնում եք երաժշտությունը եւ երաժշտության մեջ որոշած բառերն ա ցուցադրում այդ բառը հայկական է թե չէ։ Ճիշտ այդ է ստացվում։ Եվ ամենակարևոր մասը, բարի միջոցով մենք միաբանություն ենք ստեղծում խմբի մեջ, միաբանության ստեղծող միջոցով դրական էներգիա ենք փոխանցում։ Եվ այդ միաբանության մեջ միատեղ բարելով հավասարություն եւ համագործակցություն ենք ներշնչում։ Բայց հակառակը ժողովրդականի մեջը անձնական փայլերն է կարևոր։ Մենապարի մեջ է տեսնում, թե որևէ մեկ ձև բառը ներկայացնեմ, որ ես ավելի սիրում բառը։ Եվ տեսնում եք տարբեր խումբեր երաժշտությունների վրա համադրված աշխատանք են տանում ներկայացնում են անում, բայց նույն խումբը դուսում երաժշտությունը փոխես կարող է մեկ օր չկարողանա անի, թե Երևանից տեղափոխվի Փարիզ, Լոնդոն չկարողանա անի, բայց ազգագրականը լրիվ տարբեր է։ Դուք պատմում եք նույն թամզարան, որ Երևանում է պատվում, Լոս Անջելեսում է պատվում, Լոնդոնում է պատվում եւ անկախ եղել է մեր համար լեզու։
Դավիթ ջան, ձեր սիրած պարը։ Yarkuşta. Ինչի Yarkuşta։ Շատ դավն է դրա համար։ Yarkuştan ինքը հայկական պարերի թագնպսակն է, ռազմապարերի թագնպսակն է, որովհետև այդ պարը նախ որպես պար ինքը ռազմական վարժանք եղել նախկինում, իսկ հիմա պարում ենք պատերազմից առաջ ու հետո մեր ընկերներին, պարագից ընկերներին մարտական ոգի տալու, որ կռվին ոգով մասնակցենք ուժով, իսկ կռվից հետո էլ կապ չունի դա հաղթանակ եթե պարտություն նորից ոգեկոչելու համար։ Դրա համար միանշանակ Yarkuşta։ Ինչքան ժամանակ է պարում եք։ Մոտավոր 1 տարի։ Իսկ շարունակելու եք պարել։ Միանշանակ։ Ամբողջ կյանքում։ Forever։ Իսկ ովքեր որ չեն պարում, բա ոնց են կարողանում։ Չեն կարողանում, չեն գիտակցում, որ կորցնում են, բայց անգիտակցորեն զուլվում են այն հասարակությանը, որտեղ ապրում են։ Հա, բայց ոնց սովորեն, ինչ անեն, ոնց անեն։ Կան տարբեր խմբեր կան, տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում կան մասնակցեն, ինչքան էլ քաշվում են, ամաչում են, բոլորս էլ դրանից ենք սկսել, ոչ մեկս էլ չի տիրապետել պարին։ Եկել ենք, պարել ենք, պատմությունն ենք սովորել, մշակույթն ենք սովորել, որը հետո պետք է փոխանցենք մեր եկող սերունդներին։ Ես Սուրիա հայ եմ, Հալեբի ծնունդ եմ, մեր երկրի մեջ, մեր քաղաքի մեջ ընդհանրապես ազգագրական բարերու մասին դեղեցություններ ասենք շատ քիչ էին, կոնե ես անցամբ չեմ ունեցած դեղեցություններ, եղած բարախումբները, որոնք կային ժողովրդական բարախումբեր էին, ավելի շատ Հետևաբար ազգագրական ասենք բարերու այս ասենք աշխարհեն գրեթե ես անդեղյակ էի, երբ որ եկա միացա այս խումբին, տեսա որ որքան մեծ անտաստան մնե որ գարժե բեղել, խորանալ, որովհետև ինչ որ ունինք մերն է, մենք ժառանգած ենք մեր բաբերեն եւ մեր իրավունքն է, հետևաբար գարժե յուրացնել եւ ինքնաճանաչել տալ։ Ամենաառաջին օրից հիշում եմ, որ ինձ վրա շատ մեծ ազդեցություն է թողել հենց իշխանած պարը եւ ամբողջ բջիջներով զգացել եմ այն էներգիան, ուժը, որ մարդիկ պարի մեջ են ստանում։ Խումբը կյանք անելուց հետո, որ կարողացավ արդեն կայունանա, մենք սկսեցինք շրջանում ադիտներից օգտվել եւ մեր ավանդույթները ոտքի բերել։ Բախտ եմ ունեցել այդ համագործակցություն եկեղեցիում արդեն տնտեսին ավանդույթը տարած ամեն տարի ապարում ենք ժողովրդի հետ եւ ընթացքին շրջանում որևէ ադիտ լինում է մեծ մասամբ հրավիրված ենք։ Բացի այդ արդեն բախտի բերումով հասանիքներում որոշ ադիտներում էլ ադիտ է լինում, որ թեկուզ որպես ցուցադրական են գնում, բայց մեր խմբի կանոնն է։ Առաջի 1-ից 2-ը բեմադրական, 3-ը 4-ը վստահ պիտի ժողովուրդը մեր հետ բարե։
երբ որ խոսքը գնում է խնդիրի մասին, ընդհանրապես խնդիրները լուծելու համար, առաջ պիտի իմանաս խնդիրի արմատը ինչ է։ Այդքան էլ հեշտ չի եղել ժողովրդից այդ մշակույթը խլել։ Իրա վրա բավական աշխատանք է տարվել խոշորային տարիներին, 70-80 տարի քեզ ստիպել են, որ արժեքը, որ դու ունես, այն չի, որ դու մտածում ես։ Դու պիտի ավելի զարգանաս դեպի Եվրոպա, դեպի նոր մշակույթ, թեկուզ ռուսական ազգն էլ ինքը հետաքրքրված եղել Ֆրանսիայից բերած բալետային շարժումներ, կլասիկային բալետ, պլաստիկա շարժումներ բավականին ընթացք ունեցել։ Բայց մարդը այդ ձևով լրիվ ազգերի ցրիվ տվավ։ Մեծ Ռուսաստանը ինչպես այդ կյանքարը, առաջ պիտի ինքնությունը ձեռքիցը տալն է, քեզ բերեմ մի պայմաններում, որ աման չես հայ լինելով եւ հետաքրքրվես ավելի զարգացած մշակույթով եւ այդ ձև աշխատես ցույցած դու ինչ կարողություններ ունես։ Քեզ շատ ես նմուշ կպեմ։ Մեր երկիրում ինչքան եվրոպական օտար լեզվի երգեր ենք երգում, արդյոք այդ երկիրներում հայերեն երգում են։ Չէ, բայ մասածն է, որ խնդիրը այդքան կարաշ, դե թող աշխարհը կներեք, թող աշխարհը երկի հայերեն, թող աշխարհը քոչարի բարը։ Արժեք չեմ տալի, աշխարհն արժեք չի տա, բայց արեք տեսնենք ինչպես եղավ։ Այդ 70-80 տարվա ընթացքին մեր մոտ մի վիճակ ստեղծվավ, որ եղավ մեկ քոչարի ինքն է ժողովրդական։ Այդ որ երկրորդ համաշխարհային պարում Բերլինում պարը։ Եվ մինչև օրս էլ մարդիկ չգիտեն, որ քոչարին պարզ չի։ Քոչարին պարատեսակ է։ Տարբեր շրջան է իրա քոչարի ունի, Անաշկերտը քոչարի ունի, Կարինը քոչարի ունի, Ախտատու քոչարի, տարբեր շրջան։ Դե որ ստեից է ստեղծվում, դու իմանում ես թամզրաները տարբերակներ ունեն, ջոնդերը տարբերակներ ունեն, եւ ըստ տարբեր ժողովուրդների հետ է ծանոթվում, որ ամենը հայ է։ Որտեղ այդ ամեն հայը իր ապարի մեջ ազդեցությունը ունեցա ապրած կյանքից։ Լեզվային շրջանում ապրողը Կարինո քոչարի ապարը մանր շարժումներով, այն որ դաշտերում ապրել ավելի թրիշկային շարժումներ ունի Ալաշկերտի քոչարի պես եւ այդպես տարիների ընթացքին ամեն մաս համար մշակույթ ունեցել, թեկուզ ամենս հայ ենք, բայց իրան կարողացան ջնջել։ Եվ ինձ ու քեզ բերան մի վիճակի, որ կովկասյան շարժումներով ապրելը շալախոն մեր համար ավելի հետաքրքիր եղավ, քան մեր ազգային ապրելը։ Բայց ինչ որ կար, ժամանակի ընթացքին կային անձնավորություններ, որ գիտեին արժեքավորումը ինչի մեջ է։ Հայրիկ Մուրադյանն ենք ունեցել, Ռուդիկ Հարոյանն ենք ունեցել, եւ տարբեր բավականին մարդիկ մինչև 90-ական թիմերին Գագիկ Կինոսյան կյանք եկավ։ Գագիկ Կինոսյանի շնորհիվ եւ օրվա պայմանների շնորհիվ մենք կարողացանք այդ ծանր լուծից հեռանալ։ Բայց մի ահռելի աշխատանք էր պետք, որ հիմքը տրվավ մեր Լուսովի Կինոսյանի միջոցով։ Սկսեցին խմբեր կազմել, 2001-ի Կարինի կյանքի եկավ, դե արիտից օգտվան Կասկադում ամսական հանդիպումներ, տարբեր բեմեր եւ ամենամեծ տաց աշխատանքի շնորհիվ դպրոցներում արդեն 400-ից մոտ 500 դպրոցում դասյալ կա։ Եվ այդպես կարողացավ կամած ազգային արժեքը հետ կա։ Հիմա կարող է Լոս Անջելեսում չեք տեսնում, բայց արդեն Հայաստանում հասարակներում բավականի պատվում է, տոներում պատվում է, որևէ ադիթում պատվում է, եւ արդեն կարող եմ ասեմ մեծամասամբ խումբել ազգագրական։ Եվ այդպես սկսած իր շնորհիվ այդ աշխատանքի ունենում ենք մեկ սերունդ, որ արդեն իմ կողից անցած։ Թեկուզ Երևանից եկած եւ տարիներ Ամերիկա ապրում է, արդեն Կինոսյանի ցանած սերմերը ալմատա տվել եւ կարողանում ենք օգտվենք։ Ես կխնդրեմ, սիրելի Մարիամից, ասա Մարիամ ջան, դե ասա դու ես տեսնեմ, երիտասարդ մանավանդ հայուհի։ Այդ ո՞նց ես պատկերացնում մեր հայուհիները, ասում են դե մոդա չի, ինչ բարդ, ձեռները բռնում են, ձեռ են առնում, ասում են հետա մնաս բարելա, դե հայուհու կերպարը հենց դրանով է, այդ բարով է արտահայտված, այսինքն մեր բարերն են մեր հայուհու կերպարը արտահայտում։ Մենք յուրաքանչյուրս աշխարհի տարբեր հատվածներում կապ չունենք որտեղ ենք, մեր մշակույթի կորիզի մի մասի կրողներն ենք։ Մենք պիտի ընդունենք, որ մեր մշակույթը բավականի արժեքներ ունի, բավականին մեր ինքնությունը հարուստ է, չամանչենք։ Հա բայց ինչի՞ց է, որ մենք իրար չենք սիրում, ինչի՞ց է։ Իրար չենք սիրում, թե մեր մշակույթը չենք սիրում, թե մեր ինքնության հավատ չունենք։ Նայեք, երեխան մինչև չի լացում, իրան կատ չեն տալի, գիտեք։ Մենք միշտ մոռանում ենք, որ
մեզ դիմաց պետությունը կայնացել է։ Մեր մշակույթը ճնջելու վրա տարիներ նեղություն են քաշել իրանք։ Եվ մենք ունեցել ենք մի սերունդ, որ ժամանակի ընթացքի իր համար ավելի հետաքրքիր է եղել եվրոպական կյանք։ Ես եկան, որ տեղյակ եմ Ռուսաստանում 20 տարի տևել է մեր տուն քանդելու համար, մեկ գիշերում չեն քանդել։ Դպրոցից սկսել են ժամանակի ընթացքին մտածելակերպը փոխել, քեզ ավելի հետաքրքիր լինի օտար մշակույթ։ Նայեք, մենք ցիբարից չվերջացանք, հայ ենք, բայց ես ուրմեցի եմ, դու ապարանցի ես այդ տավուշցի, դե ցիբար միշտ մեզի հեռացրել են իրարից, միշտ մեր թեմաճարել են մեզ ճոգելու։ Ես անձամբ լինելով այդ պայմաններում, որ երկու կյանքը ապրել եմ, աշխատում եմ երիտասարդներին քաջալերել Ամերիկայի մեջ։ Տունումդ ապրի Հայաստան, դուսից տեղյակ եղի, լավ անգլերեն խոսի, լավ գործ իմացի, լավ պաշտոնի տեղ եղի, բայց հայ ապրի տեղից էլ տեղյակ մնա։ Սրանք նույն խնդիրներ են։ Եվ որ կարողանում ես այդ մակարդակի հասնել, տեսնում ես քո արժեքների շնորհիվ ավելի խելացի ուսուցիչ ես, ավելի խելացի բժիշկ ես, ավելի խելացի արհեստավոր ես, եւ ընդեր որ ինքդ քեզ հավատում ես խելացի ես, պակասնոց չունես, ունեցվածից կամաց բարձրանում ես։ Ինչու Արամ Խաչատրյան կլինի լրիվ Եվրոպան կսիրի մեզ Վիլյամ Սարոյան կլինի, Գագիկ Կինոսյան կլինի։ Բայց մենք ինչ եղանք։ Շատ շնորհակալություն պարոն Ալբերտ, հուսանք, որ մեր հայրենակիցները կտեսնեն, կսովորեն, պարախմբի երեխաները եւ ովքեր գիտեն պարել, մեկը մյուսին կսովորեցնի եւ մի լավ օր ամբողջ Ամերիկայով կպարենք մեր շուրջ պարերը եւ ամբողջ աշխարհին կցնցենք կրկին անգամ, կասենք, որ մենք միասնական ենք, որ մենք ուժեղ ենք, որ մեր դարավոր մշակույթը պահպանվում է եւ սերնդեսերունդ շարունակվում է։ Հիմա ժողովուրդ ջան, գնանք տենանք Ամերիկանայում ոնց են պարում մեր հայրենակիցները, գիտեն մեր պարերը, չգիտեն, ինչ պարեր են պարում։ Օտարների սովորացնենք, դոնիգե խորոդը դոնե, հլեյդոյ դոնեյա, մեր տունը ձեր տունը մոդիկ, հլեյդոյ, հայ։ Հա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, աղբեր։ Հայկական ինչ պարեր գիտեք։ Պարերի մասին ուզում ենք իմանանք մեր հայերը ինչ պարեր գիտեն։ Ինչ պարեր եք պարում։ Հայկական պարերից կհիշեմ Թամզարա պահը։ Օ, Թամզարա։ Սովորել եմ, կարելի ասել, որ մի քիչ հիշացնես կպարեմ եմ։ Հավասար, գրեթե հավասար, հա։ Իսկ դու երբ պարես։ Բայց ես պարելուց թույլ եմ, ես չեմ պարի։ Հիմա դնեմ Թամզարա կարաս պարես։ Հա։ Մենք հա։ Հա, Թամզարա։ Հա։ Թամզարա, հայ Թամզարա, չէ՞։ Այո, հա։ Այո, Իվան ջան, հալալա քեզի հաղթել ես, փորձես բանես կազմակերպել։ Thank you, my friend. Thank you so much. Չի աշխատե։ Պեղնե ես կպարի մոտ։ Իչը, նոր կսեի պարենք է։ Շոհակալություն, լավոր ձեզ։ One moment, 1, 2, 3. Hey, 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 hey. Yeah, 1, 2, 3. Hey, 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 hey. Oh, thank you. Thank you. Ասեմ, որ օտարներն էլ պիտի սովորեն հայերեն, պարել, որովհետև մեր հայկական պարերը շատ հին են, հզոր են, ուժեղ են, տիեզերական են, ինչպես ասում են, պարը դառնում է աղոթք։
ռազմական ոգով օտարներն է պիտի սովորեն։ Раз, два, три, четыре. Ага. Раз, два, три, четыре. Раз, два, три, четыре. Давай, hey, yeah? You can teach Спасибо. Спасибо. Ай-яй-яй-яй-яй. Արարատ ազգագրական երգի և պարի համույթի ընկերներ, արդեն պահն է հիշել մեր լուսահոգի վարպետին Գագիկ Կինոսյանին։ Հիշատակը միշտ կմնա անթարամ մեր մտքերում և մեծ պարտականություն, որ շարունակենք իր ճանապարհը։ Զգաստ կհիշենք իր հոգին մեկ րոպե լռության։ Եվ ահա այսպես միշտ կհիշենք. սուքը հավերժ է, եթե չկա պայքար, դե մեզ մնում է պարտականություն շարունակել իր ճանապարհը։